Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Լոս Անջելեսում դաշնային գործակալները ձերբակալել են մի քանի տասնյակ միգրանտների, բախվելով նաև ցուցարարների հետ։ Արտաքսված Գիլմար Աբրեգո Գարսիան վերադարձվում է Միացյալ Նահանգներ մարդկային մաքսանենգության մեղադրանքով։ Հարավային Կալիֆոռնիայում քննարկվում է գազով ջեռուցիչների և ջրատաքացուցիչների արգելքը մթնոլորտի պաշտպանության համար։ Փասադենայում դարչին մականունով արջը վերադարձել է հրդեհից հետո լողալով բնակչի լողավազանում։ Ռոլեյում հայտնաբերվել է 101 շուն խեղդող պայմաններում, շները բաժանվել են 8 ապաստարանների մեջ։ Բացվում է LAX մետրո կայարանը առաջին անգամ ապահովելով մետրոյի ուղիղ կապ դեպի օդանավակայան։ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանում միջազգային քրեական դատարանի 4 դատավորների նկատմամբ Նեթանյահուի գործի պատճառով։ Տեսլայի բաժնետոմսեր ընկել են Մասկի և Թրամփի վեճից հետո, Nintendo Switch 2-ի պահանջարկն էլ ռեկորդային է ավելի քան 2 միլիոն գրանցում։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Մեր աշխատանքը ձեզ ազնիվ, անաչառ ու ճշգրիտ լուրեր մատուցելն է։ Ձեզ մնում է միայն աջակցել և մի քանի գործողություն կատարել։ Բաժանորդագրվեք ալիքին ու հավանեք նյութերը։ Կանխավ շնորհակալություն։ Այսօր դաշնային միգրացիոն գործակալները Լոս Անջելեսի կենտրոնական թաղամասի մի քանի վայրերում ձերբակալություններ են իրականացրել, բախվելով նաև ցուցարարների հետ։ Westlake թաղամասի Home Depot խանութում Homeland Security Investigation-ի ստորաբաժանման դիմակավորված և սպառազինված աշխատակիցները տասնյակ ձերբակալություններ են իրականացրել։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են միգրանտների պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստները փորձում միջամտել, սակայն ապարդյուն։ Դաշնային գործակալները ներխուժել են նաև Downtown Լոս Անջելեսի Ամբիա-Սապարել ապրանքանիշի 2 վայր։ Այստեղ նույնպես մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։ Մեծ թվով ցուցարարների առկայությամբ իրավապահները հարկադրված են եղել վերահսկել ամբոխը։ FBI-ը նույնպես ներգրավված էր գործողություններին։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնալդը հայտարարությամբ ասել է, որ LAPD-ն չի մասնակցել այս գործողություններին, նշելով. «Մենք չենք աջակցի զանգվածային արտաքսումների, և մեր աշխատանքի նպատակը մնում է բոլոր բնակիչների անվտանգությունն ապահովելը անկախ միգրացիոն կարգավիճակից»։ Սակայն որոշ ակտիվիստներ պնդել են, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը փաստացի համագործակցել է ICE հետ, ապահովելով անվտանգության գոտի ներխուժման համար։ Քաղաքապետ Քերեն Բասը նախ հրաժարվելով մեկնաբանել, ապա ավելի ուշ արձագանքել է. «Որպես ներգաղթյալների քաղաքում ընտրված քաղաքապետ խորապես վրդովված եմ տեղի ունեցածից։ Այս գործողությունները վախ են սերմանում մեր համայնքներում և խաթարում քաղաքում անվտանգության հիմնական սկզբունքները։ Մենք չենք հանդուրժի սա»։ Գործողությունների կենտրոններից մեկն էլ եղել է Fashion District-ի տարածքը։ Գիլմար Աբրեգո Գարսիային, որին սխալմամբ արտաքսել էին Էլ Սալվադոր, այժմ վերադարձնում են Միացյալ Նահանգներ, կանգնելու է սակայն քրեական պատասխանատվության առաջ։ Վերջինիս մեղադրում են մարդկանց մաքսանենգության գործում, որն ըստ Թրամփի վարչակազմի ներգաղթյալներին ապօրինի ճանապարհով բերել է Միացյալ Նահանգներ։ Պաշտոնյաները նշում են, որ նա կդատապարտվի Միացյալ Նահանգներում, իսկ մեղադրանքները հաստատվելու դեպքում կվերադարձվի հայրենիք Էլ Սալվադոր։ Սա է ամերիկյան արդարադատությունը, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Մեղադրանքները բխում են 2022 թվականի Թենեսիի ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված մեքենայի ստուգումից, երբ ոստիկանները կասկածել են Աբրեգո Գարսիային մարդկանց մաքսանենգության մեջ։ DHS-ի ապրիլյան զեկույցի համաձայն մեքենայի ուղևորներից մեկը չուներ ուղեբեռ, իսկ բոլորն էլ նշել էին նույն հասցեն, ինչ Գարսիան։ Չնայած այս հանգամանքին, նրան այդ պահին ոչ մի հանցանք չի ներկայացվել և ոստիկանները թույլ են տվել շարունակել ճանապարհը, միայն զգուշացնելով վարորդական իրավունքի ժամկետի ավարտի մասին։ Զեկույցում նշվում է, որ նա Տեխասից Մերիլենդ էր գնում, Միսուրիով անցնելով շինարարական աշխատանքների համար մարդկանց տեղափոխելու նպատակով։ Թրամփի վարչակազմը շարունակաբար ներկայացրել է Աբրեգո Գարսիայի տարբեր հանդիպումները ոստիկանության հետ, չնայած քրեական մեղադրանքների բացակայությանը, այդպիսով փորձելով արդարացնել նրա արտաքսումը։ Միևնույն ժամանակ դատանի որոշման և Կոնգրեսում հնչող պահանջների համաձայն կառավարությունը պարտավոր է վերադարձնել նրան Միացյալ Նահանգներ։ 2022 թվականի երթևեկության ստուգման տեսագրությունն ավելի ուշ հրապարակվել է Թենեսիի իրավապահների կողմից։ Հարավային Կալիֆոռնիայի մթնոլորտային օդի վերահսկողության մարմինները լսել են հանրության ելույթները մինչև սպասվող քվեարկությունը, որը վերաբերելու է գազով աշխատող վառարաններից և ջրատաքացուցիչներից առաջացող վնասակար արտանետումները արգելափակելու կանոնակարգին։ Ազոտի օքսիդների արտանետումը կապվում է շնչառական հիվանդությունների, ասթմայի սրացումների, ալերգիաների վատ տարածման, երեխաների մոտ թոքերի նվազեցված ֆունկցիայի, վաղաժամ մահվան և այլ առողջական խնդիրների հետ։ Բացի այդ, բնական գազի այրումը համարվում է կլիմայի փոփոխության հիմնական խթանիչներից մեկը։ Կանխատեսվում է, որ առաջարկվող կանոնների իրականացումը կկանխի մոտ 2490 վաղաժամ մահ և 10200 նոր ասթմայի դեպք 26 տարվա ընթացքում։
Տարածաշրջանը վերահսկում է շուրջ 16.8 միլիոն բնակչություն, ներառյալ օրինչ շրջան, ինչպես նաև Լոս Անջելեսի, Ռիվերսայդի և Սան Բեռնարդինոյի խոշոր հատվածները։ Առաջարկվող կանոնները նախատեսում են փուլային կերպով արգելել գազով աշխատող վառարանների և ջրատաքացուցիչների վաճառքը սկսած 2027 թվականից։ Փասադինայի Upper Hastings Ranch թաղամասում բնակիչների կողմից դարչին մականունով ճանաչված արջը, որը համարվել է տեղական վայրի բնության մի մաս, հունվարին մահացու Իթան Հրդեից հետո առաջին անգամ է երևացել։ Հայտնվել է բնակիչներից մեկի տանը, լողացել է լողավազանում։ Լեռը ուղիղ մեր տան դիմացն է և ինչպես գիտեք, հունվարի հրդեհը մեծ ավերածություններ էր թողել, պատմել է բնակիչ Ռամոն Ամուչոլոն։ Նրա խոսքով տարիներ շարունակ մի քանի արջեր էին հաճախում իրենց թաղամաս, սակայն հրդեհից հետո դրանք բոլորն անհետացել էին մինչև 3։ Հյուսիսային Կարոլինայի Ռալեյ քաղաքում կենդանապաշտպաններն արձագանքել են ահազանգի, որի արդյունքում մի տան մեջ հայտնաբերել են 101 շուն, պահված խիստ անբարեկարգ և գերբեռնված պայմաններում։ Շները գտնվել են միմյանց վրա դարսված վանդակներում կամ փոքր ու սահմանափակ տարածքներում։ Շների մեծ մասը փոքր ցեղատեսակների են, փրկվածների թվում կան ինչպես ձագեր, այնպես էլ տարեց շներ։ Տանտերը համաձայնել է հրաժարվել կենդանիներից։ Շները բաժանվել են 8 տարբեր ապաստարանների բժշկական զննման ենթարկվելու համար։ Դեռևս հայտնի չէ տանտերը արդյոք կկանգնի արդարադատության առաջ։ Այս երեկոյից սկսած LAX Metro Transit Center կայարանը կսկսի իր աշխատանքը, ապահովելով մինչև այժմ եղած ամենաարդյունավետ հանրային տրանսպորտային հասանելիությունը դեպի Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան։ Ներկայումս կայարանից դեպի օդանավակայան ուղևորությունը կիրականացվի անվճար ավտոբուսային երթուղով, որը մեկնում է յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։ Սակայն արդեն հաջորդ տարի նախատեսվում է բացել Automated People Mover ավտոմատացված երկաթուղային համակարգը, որը ճանապարհորդությունը կդարձնի ավելի հարմարավետ և արագ։ Թեև People Mover-ը դեռևս չի շահագործվում, կայարանը կապահովի ուղիղ միացում C և K գծերի մետրոյի, ավտոբուսային երթուղիների և օդանավակայանի ավտոբուսների հետ, փակելով այն, ինչ պաշտոնյաները կոչում են Լոս Անջելեսի տրանսպորտային համակարգի ամենաաղաղակող բացը, քանի որ մինչև այժմ գրեթե անհնար էր օդանավակայան հասնել հանրային տրանսպորտով։ Կայարանի բացումը տեղի է ունենում մի շարք խոշոր մարզական միջոցառումներից առաջ, որոնք սպասվում են Լոս Անջելեսում ընդհուպ մինչև 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2028 թվականի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է միջազգային քրեական դատարանի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին։ Սա աննախադեպ հակաքայլ է ի պատասխան դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալման հրամանի և նախկինում ԱՄՆ-ի զորքերի կողմից Աֆղանստանում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների գործով քննության բացման։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ ասվում է, որ այդ 4 դատավորները ակտիվ մասնակցություն են ունեցել միջազգային քրեական դատարանի ապօրինի և անհիմն գործողություններին ուղղված ԱՄՆ-ի կամ Մերձավոր Դաշնակից Իսրայելի դեմ։ Միջազգային քրեական դատարանը խստորեն արձագանքել է այս որոշմանը, հայտարարելով, որ այն փորձ է կասեցնելու դատարանի անկախությունը։ ԱՄՆ զինվորների դեմ հարուցված պատերազմի հանցագործությունների գործով քննությունը բացվել է 2020 թվականին։ Պատժամիջոցների ենթարկված 4 դատավորներից 2-ը մասնակցել են վերաքննիչ պալատի որոշմանը, որը թույլ է տվել դատախազին սկսել քննությունը։ Մյուս 2 դատավորները, ըստ Ռուբիոյի, 2023 թվականի նոյեմբերին որոշել են թույլատրել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յուվ Գալանտի ձերբակալման հրամանը Գազայի պատերազմի ընթացքում պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Նույն ժամանակ միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրաման է տվել նաև Համասի առաջնորդ Իբրահիմ Ալ-Մասրիի համար։ Հիշեցնեմ, որ միջազգային քրեական դատարանն ունի միջազգային իրավասություն, դատապարտելու ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները անդամ պետությունների ներսում կամ եթե գործը փոխանցված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Սակայն ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և Իսրայելը միջազգային քրեական դատարանի անդամ չեն։ Նոր պատժամիջոցները ազդարարվել են այն բարդ պահին, երբ դատարանն արդեն ծանր ճնշման տակ է Թրամփի վարչակազմի կողմից նախորդ ամիս միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Վերջինս ժամանակավորապես հեռացել է պաշտոնից ՄԱԿ-ի ներքին քննության ֆոնին, որը վերաբերում է նրա ենթադրյալ սեռական անհարիր վարքագծին։ Շաբաթը թվերով Թրամփի և Մասկի հակասությունից մինչև Switch 2-ի բում։ 14%, այսքանով նվազեցին Թեսլայի բաժնետոմսերային բանից հետո, երբ Իլոն Մասկը բախվեց Դոնալդ Թրամփի հետ։ Այս երկուսի սոցիալական ցանցերում ծավալված հրապարակային հակամարտությունը սկսվեց Մասկի նախագահի հարկային և բյուջետային ծրագրի քննադատությունից։ Թրամփն ի պատասխան սպառնաց չեղարկել Մասկի ընկերությունների պետական մի շարք պայմանագրերը, խուճապ առաջացնելով ներդրողների շրջանում։
$22 միլիարդ, այսքան է SpaceX-ի կողմից վտանգի տակ հայտնված պայմանագրերի գումարը, եթե Թրամփը իր սպառնալիքն իրականացնի։ Ընկերությունը դարձել է առաջատար խաղացող պետական եւ մասնավոր տիեզերական արձակման ոլորտում, սակայն պայմանագրերի դադարեցումը կարող է ծանր հարված լինել ՆԱՍԱ-ին, որն այս պահին մեծապես հենվում է SpaceX-ի վրա միջազգային տիեզերակայան ուղևորություններ իրականացնելու համար։ 0.25%-ային կետ, այսքանով իջեցրեց տոկոսադրույքը Եվրոպական կենտրոնական բանկը վերջին մեկ տարվա ընթացքում կրճատումները հասցնելով 2%-ային կետի։ Բանկի ղեկավար Քրիստին Լագարդն ասել է, որ գնաճի կանխատեսումները երբեք այսքան անորոշ չեն եղել, իսկ բարձր մաքսերը կարող են նվազեցնել եվրոգոտու արտահանումները։ 7000 աշխատատեղ Procter & Gamble ընկերությունը այսքան կկրճատի առաջիկա 2 տարում, նշելով, որ այս քայլը նոր ռազմավարություն չէ, այլ ընթացիկ ուղղության շարունակություն։ Միևնույն ժամանակ ընկերությունը զգուշացրել է մոտ $600 միլիոն շահույթի հնարավոր կորուստների մասին վերջին մաքսային փոփոխությունների ֆոնին։ 22 միլիոն Nintendo-ի նոր Switch 2 խաղային կոնսոլի առաջին օրինակները ձեռք բերելու վիճակախաղին դիմացների թիվն է։ Սա վկայում է բարձր պահանջարկի մասին։ Սարքը արդեն հասանելի է Ճապոնիայում, սակայն սպասվում են դեֆիցիտներ, մինչև այն լայնորեն հասանելի կդառնա ամբողջ աշխարհում։ Այս շաբաթ ֆինանսական եւ բիզնես ոլորտում ուշադրության կենտրոնում են մի քանի կարևոր զարգացումներ, սկսած ներդրողների տակոյի ռազմավարությունից մինչև Չինաստանի հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները։ Տարվա սկզբին շուկաներում նկատվող բարձր լարվածությունն ու անկայունությունը սկսել են մեղմվել, քանի որ ներդրողները աստիճանաբար հարմարվում են նախագահ Թրամփի անկանխատեսելի եւ հաճախ փոխվող մոտեցումներին, ինչպես մաքսային քաղաքականության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Այս քաղաքական կոշտ շրջադարձերը վերլուծաբաններն արդեն անվանել են Taco Trade, Trump always chickens out, Թրամփը միշտ հետ է կանգնում։ Ներդրողները հատկապես ուշադիր հետևելու են այս չորեքշաբթի հրապարակվելիք մայիս ամսվա սպառողական գնաճի հաշվետվությանը։ Չնայած վերջին տվյալները ցույց են տալիս, որ գնաճը մոտենում է դաշնային պահուստային համակարգի 2%-ի թիրախին, արտադրության եւ ծառայությունների ոլորտներում գնային ճնշումները դեռևս աճում են։ Դաշնային պահուստային համակարգի վերջին Beige Book-ը արձանագրել է տնտեսական ակտիվության թուլացում։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնի եւ Պեկինի միջև շարունակվող առևտրային լարվածությունը կրկին վեր է հանել հին հարց Չինաստանի մենաշնորհային դիրքը հազվագյուտ մետաղների համաշխարհային շուկայում։ Պեկինը սահմանափակել է այդ մետաղների արտահանումը, ինչը լուրջ հարված է հասցրել ավտոարդյունաբերությանը։ Suzuki-ն դադարեցրել է իր Swift մոդելի արտադրությունը, իսկ մի քանի շաբաթ առաջ նույնն էր ալել Ford-ը դադարեցնելով Explorer SUV-ի արտադրությունը։ Չինաստանի արտաքին առևտրի եւ գնաճի նոր տվյալները կհրապարակվեն երկուշաբթի։ Մյուս կողմից Մեծ Բրիտանիայում նոր ընտրված լեյբորիստական կառավարության առաջին պետական բյուջետային վերանայումը նախատեսված է չորեքշաբթի։ Հանրային պարտքը զգալիորեն աճել է, ինչը ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզին փոքր հնարավորություն է տալիս խուսափել ինքնակամ սահմանված բյուջետային սահմանափակումները խախտելուց։ Եթե չկիրառվեն հարկային բարձրացումներ, որոշ գործարարներ եւ վարկառուներ կարող են նախընտրել բարձր հարկերը, եթե դա նվազեցնում է պարտքային ճգնաժամի ռիսկերը կապված շուկայական ճնշումների հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։